Ինչ է նշանակում արմեն։ Արմեն, վրմեն, էրմենի, արամանի եւ այլն։ Այսինքն արի քաչ մարդ, ազնվազար մարդ։ Հիմա գիտեք, սրա մեջ մարդիկ, չգիտես ինչու, ազգայնականություն են տեսնում խորհրդային տարիներին Բորիս Պյոտրովսկին գրեց Վանսկայե ցարստվը։ Վանի թագավորություն ձևն էր օգտագործում, որտեղ խորհրդային տարիներին էլ այդ ճնշումը գոյություն ուներ քաղաքական, եւ եթե դա ասեիր, որ բուն Հայաստան է, խնդիրներ կունենայիր, բայց գոնե ինքը հակված չէր գործածել Ուրարտու տերմինը, գործածում էր Վանի թագավորություն ավելի չեզոք։ Այսպես մեծ բանի պակաս ունենք մի ժողովուրդը։ Եվ այսպես ինքը իրեն համարում է ծովից ծով Հայաստանի այսպես ժառանգորդը, հա, երբ առաջացավ մինչև այդ եղե, թե Տիգրան մեծը մեզ ժառանգեց այդ հոգեբանությունը։ Արտաշեսյաններն սկսեցին վերադառնալ կայսերական ինքնությանը, Արտաշես առաջինը կամ Արտաշես մեծը միավորեց երկիրը, իսկ նրա թոռը Տիգրանը փորձեց վերադառնալ Արարատյան թագավորության կայսերական դարաշրջանին։ Երբ որ մենք որպես դասագրքային ճշմարտություն անընդհատ կրկնել ենք նույն բանը, չէ՞, 1045 թվականին Անիի կործանումից հետո Բագրատունյաց թագավորության մենք այլևս պետականություն չունեցանք մինչև 1918։ Սա կոպտագույն սխալ է։ Ուշ միջնադարում մենք ունեցել ենք մելիքություններ։ Հարց է ծագում Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի մելիքությունները, Երևանի մելիքությունը ինչ է։ Բացարձակ բացակայության ժամանակ պետականության այդ բեռը ռուսերին տարավ հայոց եկեղեցին։ Այդ դրա համար կաթողիկոսն սկսեց կոչվել ամենայն հայոց կաթողիկոս, որտեղ գաղութահայությունն էլ ունեինք 15 թվականից հետո սփյուռքահայությունը, ուրեմն ճիշտ եզրույթը ամենայն հայոց կաթողիկոս լինելն։ Մարդկության վերարարման կետ, Արարատ հենց սա է նշանակում։ Դա կզգաս այն ժամանակ, երբ որ դրա ճշմարտացիությունը գտնվեց 5165 մետր բարձրության վրա Արարատի գագաթին, որին ես արժանացել եմ 2007 թվականի օգոստոսի 10-ին Սևրի դաշնագրի օրը։ Ողջույն, եթերում անուշադրության կենտրոնն է, ես Անիտեր Գուլանյանն։ Եվ այսօր իմ հյուրն է Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մելքոնյան, օգտվելով առիթից, որ այսօր իմ մոտ նշանավոր պատմաբան է, հյուրը, կուզենայի մի շարք հարցերի մասին խոսեինք, որոնք մեր պատմության մեջ եւ պատմագիտության մեջ այսպես թնջուկներ են, քարկապնգած հարցեր են։ Եվ այսպես առաջի հարցը կուզենայի այս հարցից սկսել։ Նախորդ իմ հյուրը շումերագետ Արմեն Դավթյանն էր, եւ Արմեն Դավթյանը հետաքրքիր մի միտք հայտնեց։ Միտք ասելը մեղմ է, որտեղ դա իսկապես գիտական այսպես հայտարարություն էր, որ շումերենը դա հնագույն հայերենն է։ Ինչ կարծիք եք դուք այս մասին, որտեղ վերջին հաշվով լեզուն ամենամեծ պատմությունն է եւ լեզուն է, որ ուղղորդում է ամբողջ պատմության ընթացքը։ Ուրեմն Հայաստանի պատմության ուսումնասիրության շրջանում մենք միշտ հարցերի ենք այսպես բախվում այն իմաստով, որ խոսքը հազարամյակներ առաջ եղած իրավիճակի մասին է եւ հստակ գիտական վերջնական պատկերացում տալ այս կամ այն հարցի վերաբերյալ բավականաչափ դժվար է։ Դա մեր նոր ժամանակները չեն։ Եվ այդ իմաստով, ինչ վերաբերում է այդ վաղագույն շրջանին, շումերական շրջանին, բնականաբար այստեղ տարաձայնություններ մշտապես կլինեն։ Պատմաբանների մի զգալի մասը հակված է կարծելու, որ ոչ պատմաբանների, ոչ մասնագետների, այսպես պրաֆանների, ինչպես ընդունված է ասել, տեսակետները պիտի հաշվի չառնել։ Ես որպես պատմության ինստիտուտի տնօրեն արդեն 2 տասնամյակից ավելի այլ մոտեցում եմ ունեցել, որ հատկապես վաղ շրջանի պատմություն ուսումնասիրելիս լեզվաբանների, ընդհանրապես բանասերների, ազգագրագետների, մարդաբանների, երկրաբանների, զանազան մասնագիտությունների տեր մարդկանց գիտելիքները պետք է մեծապես օգտագործել եւ պատահական չէ, որ ժամանակի ընթացքում մենք մի քանի անգամ գիտաժողովներ կազմակերպեցինք հնագույն ժամանակաշրջանի վերաբերյալ եւ նաեւ շոմերների խնդիրները փորձեցինք առաջ մղել եւ շատերը ինձ իհարկե մեղադրեցին, թե դուք ինչու եք ոչ մասնագետներին, ոչ պատմաբաններին, այսպես ասպարեզ տալիս։ Ես այդ կարծիքին չեմ, ասեցի, գիտեք ինչ կա, ակադեմիզմը շատ կարևոր բան է, եւ պիտի միշտ մնաս ակադեմիզմի շրջանակներում, բայց ժամանակից շուտ ակադեմիզմ դրսևորել այլ մասնագիտության տեր մարդկանց նկատմամբ պետք չէ։ Եվ այնպես որ Դավթյանը եւս բազմիցս մեր ինստիտուտում եղել է եւ հնագույն շրջանի քաղաքակրթության խնդիրները լուծելիս, օրինակ ռուսահոգի բաժնի վարիչին դարի պատմության բաժնի վարիչ Էդվարդ Դանելյանը
հակված էր, որ այլ մասնագիտության տեր մարդկանց ընդգրկեինք, որպեսզի վաղագույն շրջանի պատմությունը կարողանայինք վերհանել։ Այնպես որ հիպոթեզը կամաց դեպի զուտ գիտական հայեցակարգ վերածելու ճանապարհին ենք մենք, այն որ այդտեղ շումերական հասարակության հետ գործ մենք ունենք որպես արիական հնդեվրոպական շերտի հետ, սա միանշանակ է։ Իսկ այն որ հենց այդ դարաշրջանում պետք է սկսված լիներ մայր արիական հնդեվրոպական լեզվաընտանիքի ուրեմն տրոհման գործընթացը եւ նրանից հայերենի, շումերերենի եւ մյուս լեզուների, պարսկերենի, սանսկրիտի հանդես գալու հանգամանքը, սա միանշանակ իրողություն է եւ բնականաբար նման եզրերը, առնչությունները եւ նույնիսկ նույնությունները չեն բացառվում։ Լինելով նոր շրջանի պատմության մասնագետ, այսպես վերջնական պատասխան չեմ ուզում այս հարցին տալ, բայց գաղափարը ինքնին շատ հետաքրքիր է եւ նման մասնագետների ճանապարհը չի կարելի փակել եւ պետք է լրջորեն ուսումնասիրել, որտեղ տեսեք Ուրարտուի հետ կապված չէ, ժամանակին սկսեցին քարկոծել բոլոր նրանց, ովքեր ասում են, որ Ուրարտուն դա նույն Հայաստանն է, դա Արարատյան թագավորությունն է։ Բարեբախտաբար եկան ժամանակներ, երբ որ մարդիկ այդ մտքի հետ ոչ միայն հաշտվեցին, այլև ուրարտագետներն իրենք առաջ մղեցին այդ տեսակետը։ Հենց այդ հարցը ձեզ ուզում էի տալ, դե։ Մեր միասնական հայկական պետականության առաջին փուլը հենց ուրարտական պետության դարաշրջանն է Քրիստոսից առաջ 9-ից 6-րդ դարերը։ Պարոն Մերկալյան, հետաքրքիր է, տեսեք, Ուրարտուից խոսեցիք եւ մինչեւ հիմա այդ քարկապը կա եւ այդ վեճը կա մինչեւ հիմա, թե Հայաստանն է, թե Հայաստան չէ։ Ես դեռ ուսանողի այդ քննարկումը կար, մինչեւ հիմա այդ վեճը կա եւ այդ հարցը ոչ մի կերպ չի լուծվում, երբ որ մենք ունենք այսպես պատմական լուրջ փաստաթուղթ Բեհիստունյան արձանագրությունը եռալեզու դարե առաջինը եռալեզու արձանագրություն, այո, եւ բաբելոներեն, որտեղ բաբելոներենում հենց Ուրարտու եկամ Ուրաշտու, այսպես է ասում, հա, բայց երկու լեզուներով արմենիա է ասում, դա խոսքը նույն երկրի մասին, եթե վրացերենով էր մի արձանագրություն թողնել, այնտեղ էլ գրվել, որ Սոմխեթի մասին է խոսքը, ուրեմն ասենք տարբեր երկրի մասին, շատ բնական է, եւ բացի այդ, հետո հիմա փորձեք ուսանողներին ցուցադրել մեծ հայքի եւ Ուրարտուի քարտեզները։ Որտեղ դարաշրջանների տարբերություն կա, չէ՞։ Եթե դու քարտեզի վրա չնշես Ուրարտու բառը կամ մեծ հայք, քեզ կթվա թե խոսքը նույն քարտեզի մասին է, ինչպես եղավ, որ նույն աշխարհագրական արեալն է ընդգրկել եւ մեծ հայքի թագավորությունը, որը հաջորդել է փաստորեն Ուրարտական պետության Արարատյան թագավորություն եւ դրա նախորդ շրջան, այսինքն էթնիկ այն արեալը, որը եղել է հայաբնակ, դրանով էլ սահմանագծվել է մեծ հայքը իր հարևաններով հանդերձ։ Եվ դա բնականաբար եղել է նաեւ Ուրարտուի դարաշրջանում, դրա համար քարտեզները ուղղակի նույնանում են, որտեղ խոսքը նույն էթնիկ հանրության պատմության մասին է։ Այդ նույն բանն է, որ ասենք մենք տեսեք վրացիներին ասում ենք վրացի, ռուսները գրուզին, հա, իրենց քարտվելի, օրինակ, հա, եւ դա չի շնորհում որ ասում ենք վիրք երկրին, չէ, ի վեր, մեզնից դեպի վերև, դեպի Կովկասյան լեռնաշղթա, իրենք էլ ամենայն հավանականությամբ Սամխրիթի վրացերեն բառը, որ նշանակում է հարավ, Սոմխեթի բառը, այսինքն հարավցիներ եւ հարավի երկիր բառերից է կապվում մեր անունը վրացիների համար, որոնք միակն են, որ մեզ արմեն չեն անվանում։ Եվ հետաքրքրական ինչ է, ինքնանվանումը հայ է, բայց ամբողջ աշխարհը մեզ արմեն է անվանում։ Ինչ է նշանակում արմեն։ Արմեն, վրմեն, էրմենի, արամանի եւ այլն եւ այլն։ Այսինքն արի քաչ մարդ, ազնվազար մարդ։ Հիմա գիտեք, սրա մեջ մարդիկ, չգիտես ինչու, ազգայնականություն են տեսնում, մեծամտություն են տեսնում, բայց ինչու է աշխարհը մեջ արման անվանում։ Արի ազնվազար մարդ, ման բառն է գերմաներենի կամ մեն բառն է, մայն մարդ բառն է եվրոպական։ Եվ ար բառը ինչու կարելի ասել հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդ-արիական լեզվաճյուղ։ Այստեղ արիական բառը կարելի է իրանցիների համար գործածել, մեր պարագայում չի կարելի, ուրեմն այս դեպքում հանկարծ ֆաշիզմ է։ Բացարձակապես չմոռանանք, որ հնդեվրոպական լեզվաընտանիքին շատ հաճախ անվանել են նաև նախապես արիական ընտանիք, եւ արիական ամենևին չի նշանակում, թե դու քեզ բարձր ես դասում մյուս էթնոսներից։ Ընդհակառակը դա ամենախոշոր մայր էթնոսներից մեկն է եղել, որը որ Քրիստոսից առաջ 7-ից 5-րդ հազարամյակներում տրոհվել է եւ այսպես առաջացել են Հնդկաստանից մինչեւ Եվրոպա ապրող ժողովուրդները, իսկ հնդիկներից մինչեւ իսպանացիներ, պորտուգալացիներ, այդ թվում բնականաբար հայեր,
որոնց նախահայրենիքը եղել է հնդեվրոպական նախահայրենիքը, որի մասին խոսել են Իվանովը, Գամգրելիձեն եւ մյուսները։ Արմեն ասեցիք, հիշեցի, որ արհերոստանկերության տարիներին այդպիսի մրցանակաբաշխություն ունեին, կոչվում էր Արմեն, ու առանձնացնելով արը առանձին եւ մենը լատինատար, այսպես մեն գրված էր։ Պարոն Մերկոյան, բայց հետաքրքիր է, տեսեք, դուք նշեցիք դա եւ միևնույն ժամանակ այդ վեճը մինչեւ այսօր շարունակվում է, անընդհատ կա այդ վեճը։ Արդյոք Ուրարտուն Հայաստանն է, թե Հայաստանն է չէ։ Ինչու այդ հարցը այսպես է թնջուկը վերջնականապես չի լուծվում։ Հիմա տեսեք, ուզում եմ հարց տալ այն մարդկանց, որոնք որ ավելի շատ ընդգծված հակված են դեպի Ուրարտուն, այն կտրելով հայ իրականությունից, չէ՞։ Ինչու ոչ մի եվրոպացի գիտնական կամ աշխարհարչակ մեկ այլ տարածաշրջանի ուրեմն գիտնական Ուրարտուի մասին որևէ հիշատակություն չունի մինչև 19-րդ դարի սկիզբ ասենք։ Հանկարծ այդ ժամանակաշրջանում Ուրարտուի անուն տվեցին եւ մեր պատմահայր Մովսես Խորենացին, որը ամեն ինչ գիտի, եթե բնականաբար համարենք, որ Շիրակացու հետ միասին նա նաև աշխարհացույցի հեղինակն է եւ Իսպանիայից մինչեւ Ճենաց աշխարհ մանրամասն գիտի Հյուսիսային Կովկասով, Բուն Հայաստանով եւ այլն, հանկարծ չգիտի Ուրարտու պետության մասին, տարօրինակ է, չէ՞։ Շատ ինձ Ուրեմն նշանակում է քաղաքական ենթատեքստ կար այստեղ, աշխարհի մեծերը 19-րդ դարում, դա կլներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, չգիտես, Գերմանիան, Իսպանիան, Պորտուգալիան, որոնք գաղութային համակարգը ստեղծեցին եւ տեր դարձան այդ ամբողջ հնագույն դարաշրջանի պատմամշակութային ժառանգությանը եւ բերեցին լցրեցին իրենց թանգարանները Լուվրից սկսած մինչեւ Էրմիտաժ ու բրիտանական թանգարան, նրանք ոչ մի կերպ չէին ուզում հաշտվեին այն մտքի հետ, որ քաղաքակրթությունը ծագել է արևելքում, ոչ թե բուն Եվրոպայում։ Այդ դրա համար էլ նրանք ասեցին գոյություն ունեցող ժողովուրդները հին ասորիները, ղպտիները, հայերը կապ չունեն Ուրարտուի հետ, կապ չունեն Շումերի ու Աքքադի հետ, կապ չունեն Եգիպտոսի հետ, փարավոնների մշակույթի հետ, եւ այսօրվա ղպտիները կապ չունեն հին Եգիպտոսի հետ։ Այն դեպքում, երբ մարդիկ 10 միլիոն այսօր ղպտի է ապրում միայն Եգիպտոսում, որոնք քրիստոնյա են, չէ՞։ Փարավոնների շարավիղներն են նրանք։ Ոչ, նրանք կապ չունեն նրանց հետ, նույնիսկ հին հույները ներկա հույների հետ կապ չունեն, բնականաբար հայեր ուրարտացիների հետ կապ չունեն, նույնիսկ իտալացիները կապ չունեն հռոմեացիների հետ, հռոմեացիները դրանք ուրիշ ժողովուրդ են եւ եկավ մեջտեղ մի տեսություն գաղութային համակարգին զուգահեռ, որ այ գիտեք, քանի որ դրանց անմիջական էթնիկ կրող այսօր չկա, ուրեմն այդ պատմամշակութային ժառանգության տերը աշխարհի մեծերն են։ Այսինքն Լուվրի թանգարանի այդ ամբողջ էքսպոնատները, որոնք շարված են առաջին հարգում, երբ մտնում ես հին Հունաստան, Հռոմ, Եգիպտոս, չգիտես, Ասորեստան, Բաբելոն եւ այլն, դրա տերը նաեւ ֆրանսիացիներն են, այլ ոչ թե ասորիները, որոնք այսօր ասենք ապրում են։ Նույնը Եգիպտոսը, նույն ղպտիները, համաշխարհային մշակույթն է, համաշխարհային մշակույթի ժառանգությունն է եւ գլոբալիզացիան այդ ժամանակ մտավ եւ նույնը նաեւ տեղի ունեցավ Ուրարտուի պարագայում։ Բայց հետո հետագայում կամաց կրքերը ասեն հանդարտվեցին եւ մարդիկ, այսպես ասած, փախչելու տեղ չունենալով սկսեցին խոսել այն մասին, որ Ուրարտուի պատմությունը հայոց պատմության անկախտելի մասն է։ Խորենացուց խոսեցիք եւ պարոն Մերկոյան, ես խորենացուն այսպես եմ ընկալում, երբ խոսում է Հայկ Նահապետի մասին, որը մեր այսպես նախահայրն է, մեր պետության հայրն է, ինքը գալիս է հայտնի աշտարակաշինությունից հետո թողնում եւ գալիս է Հայաստան, հա։ Իմ ընկալմամբ ինքը վերադառնում է Հայաստան։ Այնինչ այդտեղ հիմա այսպեսի տպավորություն է, որ Հայկից հետո սկսվեց։ Այսինքն մինչև Հայկը մենք չկայինք, այսինքն ինքը չի գալիս Հայաստան, գալիս ինչ որ մի անհայտ տիրույթ եւ ստեղծում է պետություն, հա։ Նայեք, ուրեմն Ղևոն Դալիշյանը, Ղուկաս Ինչիչյանը, այնուհետև Միքայել Չամչյանը ոչ միայն գտնում էին, որ այդ ամբողջը իրական պատմություն է, այլև փորձում էին թվական գտնել, թե երբ է տեղի ունեցել այդ Բելի եւ Հայկի ճակատամարտը եւ այդտեղ Հայքը ինչպես է առաջացել, որ Վանալեջի արևելյան ափին ճակատամարտը որտեղ տեղի ունեցել, ասենք, եւ հենց 2492 թվականի օգոստոսի 11-ը Նավասարդի օրը նրանք համարում էին, որ հայկական պետականության հիմնադրման օրն է։ Մարդիկ ծաղրում էին, որ այդ թիվը շինծու է, խոսքը
հայոց մեծ թվականի մասին էր, բայց ժամանակի ընթացքում այսօրվա գիտնականները, նաև մեր լուսահոգի ընկերներից Արտակ Մովսիսյան ապացուցեցին, որ այդ տարածաշրջանում արդեն Քրիստոսից առաջ 5-ից 4-րդ հազարամյակներում, այսինքն 3-րդ հազարամյակից էլ մի 2 հազարամյակ առաջ, արդեն ձևավորվում էր էթնոսը հայ եւ հայկական լեռնաշխարհը արդեն հայաբնակ էր եւ այդ իմաստով ձեր ասացի նման, այո, երկիրը կար արդեն, հայկական պետական կազմավորումները կային եւ այդ դարաշրջանում դրանք սկսեցին միավորել եւ հանդես եկավ միասնական հայկական պետականությունը, որտեղ մենք տեսնում ենք, որ տեսեք կար Հայասա, կար Արմեշ Շուբրյա, կար Դայա, ես ինչ իմանամ, հետո բան Նայիրան ցեղերի միություններ, ուրոատրիներ, էթիունիներ, սրանք հետագայում միավորվեցին եւ առաջացավ միասնական հայկական պետությունը։ Այսինքն խոսքը գնում էր միասնական պետություն ստեղծելու։ Այո, խոսքը այդ մասին է, այսինքն հայկի ժամանակ դրա նախորդ դարաշրջանում հայ էթնոսը արդեն իրեն նկատել էր տալիս եւ հենց դա էլ տրամաբանորեն բերեց եւ ժողովրդի ձևավորման էթնոգենեզին եւ բերեց հայկական պետականության ձևավորմանը, որի այսպես ավելի կատարյալ տարբերակը արդեն 9-րդ դարում Քրիստոսից առաջ Ուրարացիան թագավորություններ, երբ որ թագավորներն իրենց անվանում էին Բիայինիլի երկրի թագավորներ, այսինքն Վանի թագավորներ, եւ դրա համար էլ խորհրդային տարիներին Բորիս Պյոտրովսկին գրեց Վանսկայե ցարստվը, Վանի թագավորություն ձևն էր օգտագործում, որտեղ խորհրդային տարիներին էլ այդ ճնշումը գոյություն ուներ քաղաքական, եւ եթե դա ասեիր, որ բուն Հայաստան է, խնդիրներ կունենայիր, բայց գոնե ինքը հակված չէր գործածել Ուրարտու տերմինը, գործածում էր Վանի թագավորություն ավելի չեզոք։ Մեղմելու համար է։ Նկատի ունենալով մայրաքաղաք։ Պարոն Մերկոնյան, դուք ընթացքում ասացիք, որ այ վրացիները մեզ անվանում են, հա, Սոմխեթի, Սոմեխի, հա, Սոմեխի են անվանում, բայց փաստորեն խեթ վերջավորությունը կա մեջ, արդյոք իրենք մեզ խեթ էին կոչում։ Չէ, խեթերի տարբերակը լրիվ ուրիշ է։ Որտեւ ասացիք հարավային, հա, այսպես հարավային Սամխրիթի բառն է վրացերեն, որ նշանակում է հարավ, այսինքն հարավի երկիր։ Հենց ամբողջությամբ նշանակում է հարավ։ Վերև, այո, իսկ խեթերի թագավորությունը մեզնից բնականաբար դեպի արևմուտք էր ընկած, եւ այստեղ որևէ ինչ որ կոնտակտ տեսնել դրանց մեջ թվում է ճիշտ ասում, առավելևս որ վրացիները իրենք հնդեվրոպական չեն, կովկասյան ժողովուրդ են, տեղաբնիկ կովկասյան ժողովուրդ են։ Պարոն Մերկոնյան, Տիգրան մեծը, այսպես մեր հոգեբանության մեջ, ես այսպես եմ կարծում, ինքը փոխեց, չգիտեմ, այդ մեր հոգեբանությունը, թե դրանից առաջ կար մեր մեջ դա, այն որ այդ կայսրություն ունենալու եւ կայսրությունից զրկված լինելու այդպիսի մի հոգեբանություն մեր մոտ առաջացավ, որ չգիտեմ իրենից առաջ էր թե իրենից հետո, այսպես մեծ բանի պակաս ունենք մի ժողովուրդը։ Եվ այսպես ինքը իրեն համարում է ծովից ծով Հայաստանի այսպես ժառանգորդը, հա, այդ երբ առաջացավ մինչև այդ եղե, թե Տիգրան մեծը մեզ ժառանգեց այդ հոգեբանությունը։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, գիտեք, խոսքը այստեղ հայ ինքնության ձևավորման մասին է նաև ձեր հարցի մեջ, նման ենթատեքստ կա։ Տեսեք, Տիգրան մեծը ինչու կայսրություն ստեղծեց, որտեղ կան մարդիկ, որոնք գտնում են, որ եթե նա բավարարվեր միայն մեծ հայկի թագավորության սահմանները ամրապնդելով եւ ընդհուպ մինչեւ Պտղոմայից չհասներ Եգիպտոսի սահմանագլուխ, Կիլիկիա դուրս չգար, չասներ մինչեւ Միջերկրական ծովի ափերը եւ ել չեմ ասում Ամուդարիա եւ Սիրդարիա, այսինքն Պարթևական թագավորությանը պարտության մատնելուց հետո ներկայիս կենտրոնական Ասիա չասներ, այդ թագավորությունը ավելի երկար կյանք կունենար, բայց տեսեք, որ մենք վաղագույն շրջանում հենց այդ միասնական հայկական պետականության ձևավորումից հետո մեզ մոտ նաև կայսերական ինքնություն ձևավորվեց։ Հենց սկսած Մենուայի ժամանակաշրջանից, այսինքն Քրիստոսից առաջ 9-րդ դարից սկսած, ասենք 810-ական թվականներից մինչև Արգիշտի առաջինով հանդերձ Սարդուր երկրորդ, դա կայսրության վերելքի դարաշրջանն էր, երբ որ մենք արդեն հասել ենք 4 ծովերի երկիր էինք դարձել՝ Սև ծով, Կասպից ծով, Պարսից եւ Միջերկրական ծով, եւ Արտակ Մովսիսյանը շատ ճիշտ գրում էր, որ հենց այդ ժամանակ ինքնությունը մեզ մոտ կայսերական ձևավորվեց, եկած հաջորդ ամեն մի թագավորը ուզում էր ել ավելի ընդհարցակեր, որտեվ կայսերական մտածողությունը քեզ աշխարհակալության է դեպի մղում, հասկանում եք։ Եվ երբ որ Ուրարտուն կործանվեց 6-րդ դարում Քրիստոսից առաջ, եւ կարճ ժամանակով Երվանդունիների թագավորությունը շատ ավելի համեստ թագավորություն էր, առավել եւս տրոհված էր մեծ հայք, փոքր հայք,
Ծոպկ եւ Կոմագեն է, դրանից հետո երբ որ արդեն Արտաշեսը միավորեց, Արտաշեսյաններն սկսեցին վերադառնալ կայսերական ինքնությանը, Արտաշես առաջինը կամ Արտաշես մեծը միավորեց երկիրը, իսկ նրա թոռը Տիգրանը փորձեց վերադառնալ Արարատյան թագավորության կայսերական դարաշրջանին եւ սկսեց հսկա պետություն ստեղծել։ Բայց դրանից հետո, երբ որ Մեծ Հայքի թագավորությունը Արտաշատի հաշտությամբ պարփակվեց հիմնականում Մեծ Հայքի թագավորության շրջանակներում եւ այդպիսին փորձեց այն պահել նրա որդին Արտավազդ II-ը, հետո Տիգրան III-ը, Տիգրան IV-ը, դրան կայսերական մտածելակերպին փոխարինեց Մեծ Հայքի միասնական Հայաստանի ինքնության գաղափարը, շատ հետաքրքիր է, եւ դրանից հետո մենք սկսեցինք բավարարվել Մեծ Հայքով, մոտարապես 350-ից 400,000 քառակուսի կիլոմետրով, բայց եկավ 4-րդ դարի վերջը, 387-ի բաժանումը տեղի ունեցավ, սկզբից մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանը 391 թվականին, որն ընկավ հռոմեական կայսրության հետագայի Բյուզանդիայի տիրապետության տակ եւ մյուս մասն մինչեւ 428 թվականը, երբ կործանվեց Արշակունյաց թագավորությունը Արևելյան Հայաստանում եւ դարձանք Մարզպանական Հայաստան եւ Տանուտիրական Հայաստան, Արևմտյան Հայաստանում սատրապական Հայաստանի տեսքով, դրանից հետո պետականությունը գնալով նվաղեց, բայց չվերացավ։ Պետականությունը 5-րդ դարում էլ պահպանվեց։ Նախարարական համակարգով առանց թագավորի երկիրը շարունակեց պահպանել իր ինքնությունը, պահպանել իր սուվերենությունը, պահպանել իր սահմանները օտար պետությունների որոշակի ենթակայությամբ եւ ասել, որ մենք 428-ից հետո մինչեւ 885 Բագրատունիներ պետականություն չենք ունեցել, սխալ էր։ Պետականությունը անթեղված այլ տարբերակներով ունեցավ դրսևորումներ եւ մշտապես սա շատ կարեւոր բան է։ Մենք պետականությունը գրեթե միշտ պահպանել ենք տարբեր դրսևորումներով, տարբեր ձևաչափով պահպանել ենք մեր, բայց ոչ միասնական հայկական պետականության տարբերակով։ Այս սա է խնդիրը։ Երբ որ մենք որպես դասագրքային ճշմարտություն անընդհատ կրկնել ենք նույն բանը, չէ՞, 1045 թվականին Անիի կործանումից հետո Բագրատունյաց թագավորության մենք այլևս պետականություն չունեցանք մինչև 1918։ Սա կոպտագույն սխալ է։ Ուշ միջնադարում մենք ունեցել ենք մելիքություններ։ Հարց է ծագում Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի մելիքությունները, Երևանի մելիքությունը ինչ էր։ Մելիք բառը գիտեք ինչ է նշանակում։ Արաբերեն բառը, որ նշանակում մլեք, նշանակում է թագավոր։ Այսինքն օտարները, իսլամները մեզ անվանել են թագավորներ մեր մելիքներին։ Մենք մելիքությունը չենք համարում պետություն, համարելով թե դա իրանական պետության ուղակի ինչ-որ վարչական մի միավոր է եղել։ Նրանք մելիքները օժտված են եղել իշխանության բոլոր ատրիբուտներով, եւ քաղաքական իշխանությամբ, եւ դատական իշխանությամբ, տնտեսական իշխանությամբ, զորք են ունեցել, պատասխանատվություն են կրել այդ տարածաշրջանի համար Պարսից արքունիքի առաջ եւ ներքին ինքնավարություն են ունեցել։ Եվ պատահական չէր, որ ընթացքում ժամանակ առ ժամանակ պետականությունը ճանաչվել է հարևանների կողմից։ Խնդրեմ, Դավիթ բեկի իշխանությունը ճանաչվեց Թամասպ II Պարսից շահի կողմից։ Կամ ասենք Նադիր շահը ստեղծեց Խամսայի 5 մելիքությունները Արցախում 730-ական թվականներին 1700 մինչև Նադիր շահի սպանությունը 40-ական թվականների վերջը։ Այսինքն ուզում եմ ասել, որ մենք մոտեցումները պետք է փոխենք նաև Արևմտյան Հայաստանի կապակցությամբ։ Ներքին ինքնավարությամբ օժտված էին լեռնային համայնքները։ Ընդունենք Համշենը, Շատախը, Մոքսը, Սասունը, Կիլիկիայում Զեյթունը, այսինքն լիարժեք ներքին ինքնավարություն ունեին որոշակի ենթակայությամբ եւ սրանք պետականության դրսևորումներ էին։ Դրա համար մենք օրինակ այս Հայոց պատմության ակադեմիական հատորները հրատարակելիս որպես պետականության դրսևորումներ այս հանգամանքն օգտագործեցինք եւ ամենակարևորը բացարձակ բացակայության ժամանակ պետականության այդ բեռը ռուսերին տարավ հայոց եկեղեցին։ Այդ դրա համար կաթողիկոսն սկսեց կոչվել ամենայն հայոց կաթողիկոս, որտեվ գաղութահայությունն էլ ունեինք 15 թվից հետո սփյուռքահայությունը, ուրեմն ճիշտ եզրույթը ամենայն հայոց կաթողիկոս լինելն է։ Դա շատ կարևոր հանգամանք է եւ ինքնատիպ պատմություն է մեր պատմությունը, եթե համաշխարհային պատմության
հետնախորքի վրա ես փորձում այս երևույթները գնահատել։ Շատ ոգևորող բան ասեցիք, այս ձևակերպումը տալով, որ միշտ մեր մեջ նստած է այդ բանը, որ այո, պետականությունը կորցրել ենք, իսկ այսպես անընդհատականությունը զգալը շատ մեծ այսպես ներքին ողնաշարատ ամրացնող մի բան է բերում իր հետ, էլի։ Անի ջան, մի հատ փաստ ես արձանագրեմ։ Մարդիկ խոսում են 1918 թվականին, ասում են մենք դատապարտվեցինք անկախության։ Մարդիկ կան, որոնք ասում են թուրքերը մեզ կուտեղի վրա այդ անկախությունը մատուցեցին։ 1915 թվականին Վանի ինքնապաշտպանությունից հետո, երբ որ մայիսի 6-ին ռուսական զորքը հայ կամավորական ջոկատներով արարատյան գնդով մտավ Վան, ազատագրված Վան, եւ մարդիկ խոսում էին հայոց պետականության վերականգնման ժամանակ ու Արամ Մանուկյանին նշանակեցին Վանի նահանգապետ, նա արդեն ստեղծեց հայոց պետության մոդելը 1918-ի, որ 3 տարի հետո պիտի գա։ Եղեռնի օրերին մենք Վանի Վասպուրականի տարածքում պետականություն ստեղծեցինք։ Պատկերացնում եք, այդ Վանի նահանգային վարչությունը, մեր դոկտորներից Ռուբեն Սահակյանը շատ է դրա մասին գրել, դա պետություն էր, իր բոլոր ատրիբուտներով հանդերձ։ Ռուսական իշխանությունները ցարական չանդուրժեցին դա եւ կամավորական ջոկատները ցրեցին, որտեղ տեսան, որ Արևմտյան Հայաստանը գրավելուց հետո հայերը հակված են այնտեղ պետություն ստեղծելու։ Այսինքն մոդելը մենք ստեղծեցինք, դրա համար ենք մենք Արամ Մանուկյանին համարում հայոց պետականության հիմնադիրը։ Նա իր ուղեղում ունենալով Վանի թագավորության, այսպես կամ նահանգային վարչության մոդելը, առաջինն էր, որ Թիֆլիսում հայտարարեց, որ մենք այլևս այստեղ չենք մնալու, գնալու ենք Երևան, այնտեղ պետություն ստեղծենք եւ դիկտատորական լիազորություններ ստանալով Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի կողմից եկավ Երևան, կարգ ու կանոն հաստատեց եւ ստեղծեց հայկական պետականությունը, լինելով հետագայում ներքին գործերի նախարար ընդամենը, վարչապետ էլ չցանկանալով, բայց դարձավ վերականգնված հայկական պետականության հիմնադիրը։ Հետաքրքիր է ձեզ լսելով, ես հիմա ավելի համոզվեցի, որ Խորենասուն ճիշտ եմ ընկալել, որովհետև այո, հայկը վերադարձել է եւ միավորել է այն, տարածքները, պետությունները եւ ամբողջական մեկը հայք է ստեղծել, բայց այստեղից մի հետաքրքիր հարց է առաջանում, երբ որ նա վերադարձել է, ուրեմն եղել է նաեւ դրանից առաջ մի քիչ ավելի շատ խորքերն են գնում, ուրեմն եղել է միասնական պետություն, որ մասնատվել է եւ ինքը եկել է նորից վերականգնելու։ Սա էլ է հարց, որ պատմությունը պետք է երևի քննի։ Նորից հիշենք մեր ռուսահոգի ընկերոջ Արտակ Մովսիսյանին, այդ ձեր ասած նախնական պետությունը հայկական առաջին, դա Արատտան է, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 2800-ական թվականներից սկսած, եւ նույն Արատտա բառը ինչ է, դա գրափարով Արարատ բառի սեռական հոլովն է, Արարատա երկիր, Արարատա, Ուրարատա, Ուրարտա, այս ամբողջ, ասենք, սեռական հոլովում գրափարում չէ, Վասն Վարդանա, Պետրոսա, չգիտես, Աշոտա, սա սեռական հոլովն է, նույնը Արատտան է, հետագայում երկու բաղաձայնը կողք կողքի Արատտա, երկար չեն մնացել եւ լեզուն ինքը հղկում է, չէ՞ դա, եւ մի բաղաձայնը դուրս է թռել, Արատտան դարձել է Արատտա, Արարատա, երկիր, ինչպես հիշատակվում է Սուրբ գրքում, Աստվածաշնչում մեր երկիրը համարվում Հայաստան բառը չկա, կա այնտեղ Արարատի երկիր, որտեղ եկել եւ Արարատի լերինք, Արարատա լերինք, Արարատա լեռները, նկատի ունի մեծ եւ փոքր Արարատները, որտեղ էլ հանգրվանել է Նոյի տապանը եւ որտեղ էլ աշխարհը վերա ծնվել է։ Եվ գիտեք այդ բառը ինչ հետաքրքիր է, Արարատ բառը, Արարչի կողմից նորից արարված տեղ, ад վերջավորությունը դա տեղ է նշանակում, արտաշատ, աշտիշատ տեղ է նշանակում, ад, ուրեմն մարդը չի կարող արարել, մարդը ստեղծում է, արարելը վերագրված է միայն Աստծուն, Աստված կարող է արարել, ուրեմն արարիչ Աստված այդ տեղը ընտրեց Արարատի գագաթը, որի շնորհիվ մարդկությունը Նոյի միջոցով վերածնվեց ու արարվեց կրկին։ Այսինքն մարդկության վերարարման կետ Արարատ հենց սա է նշանակում։ Դա կզգաս այն ժամանակ, երբ որ դրա ճշմարտացիությունը գտնվեց 5165 մետր բարձրության վրա Արարատի գագաթին, որին ես արժանացել եմ 2007 թվականի օգոստոսի 10-ին Սևրի դաշնագրի օրը։ Ույ,
Հետաքրքիր է։ Պարոն Մելքոյան, ինչ եք տեսել վերևից, հետաքրքիր է։ Ամբողջ Հայաստանը։ Մարդիկ ինձ հարցնում էին, ասում են դու Արարատի գագաթից Հայաստանը տեսար, ասում եմ ինձ սխալ հարց եք տալիս դուք։ 4 կողմն էր Հայաստանը։ Արարատը Հայաստանի սրտում է, կենտրոնում է եւ Այրարատ աշխարհը դա կենտրոնական աշխարհն է եւ մայր նահանգն է 15 նահանգներից, չէ՞, միջնաշխարհ է կոչվել։ Այդ պատահական է, որ Ոստան հայոցը, մայրաքաղաքը, Ոստան հայոց Արտաշատը գտնվել է հենց Արարատյան դաշտում, հասկանալի է։ Այդ նայում ես 4 կողմդ, ուղղակի դեպի հարավ ես նայում, Նախճիվանի կողմը փոքր Մասիսն է, Մեծ Արարատի գագաթից։ Նայում ես մի փոքր դեպի արևմուտք, այնտեղ Բայազետի Կոգովիտի դաշտն է։ Նայում ես դեպի հյուսիս Արագածն ես տեսնում Հայաստանի Հանրապետությունը, մի փոքր դեպի արևելք տեսնում ես մեր Երևանը, Արարատյան դաշտով հանդերձ։ Ուղղակի դա պատմելու բան չէ, կարդացեք Խաչատուր Աբովյանի վերելք դեպի Արարատ ու գրափարով է գրել, փառահեղ գրափարով է գրել, ինքը աշխարհաբարի կողմնակից լինելով, հետո չէ, ինքը եկավ այդ գաղափարին, որ մարդիկ քանի որ գրափարը չեն հասկանում, անցավ աշխարհաբարը, երբ որ Վերք Հայաստանին գրեց, բայց փառահեղ գրափարով է գրել, տեսնում ես թե Արարատի գագաթից ինչպես է նկարագրում այն տեսարանը, որը որ ինքը տեսել է Ֆրիդրիխ Պարոտի հետ մեկտեղ 1829 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ առաջինը մարդուն հաջողվեց Նոյից հետո ոտք դնել Արարատի գագաթին եւ ինքը երկու հայ գյուղացիների հետ, որոնց հետ բարձրանում էր Արարատ, պահքի մեջ էր։ Երկու ռուս զինվորներ կային էլի եւ Ֆրիդրիխ Պարոտը։ Երբ որ Ֆրիդրիխ Պարոտը առաջարկում է Խաչատուր Աբովյանին սնունդ ընդունել, բանը եփած միս է առաջարկում, նրանք հրաժարվում են, ասում են մենք հրաժարվում ենք, որովհետեւ մենք ուխտ ենք արել բարձրանալ Արարատի գագաթին պահքով, հայցելով Աստծո ներողամտությունը, որովհետեւ մենք համարձակվել ենք Նոյից հետո առաջինը ոտք դնել այդ սրբազան լեռան գագաթին։ Ինչին շատերը ձգտել են, ինչպես 4-րդ դարում Հակոբ Մծբնեցին փորձեց բարձրանալ, Աստված թույլ չտվեց եւ ասեց. «Ինչու ես բարձրանում»։ Ասում են Նոյան տապանից մի կտոր եմ ուզում։ Ուրեմն իրեն այդ նվերը տալիս է քնած ժամանակ։ Արթնանում է Հակոբ Մծբնեցին, տեսնում է, որ իր կողքին տապանից մի կտոր կա եւ Աստված իրեն ասում է. «Սրանով բավարարվի, չհամարձակվես բարձրանաս գագաթ»։ Եվ նա բերում դա հանձնում է հետո Մայրաթոր Սուրբ Էջմիածին, մինչև հիմա այդ կտորը պահպանվում է Մայրաթորում որպես մասունքներից մեկը։ Պարոն Մելքոյան, հետաքրքիր է, երբ գագաթին էիք, իմ մեջ այդ հարցը առաջացավ։ Ձեր մտքով անցավ, թե ինչ կարող էր մտածել Նոյը իր զավակների հետ իջնելուց հետ դուրս եկավ տապանից, ինչ էր մտածում, հետաքրքիր է։ Մտքով անցել է ձեր, թե ինչ կարող էին զգայել իրենք։ Գիտեք ինչ, ես ավելի շատ ուրիշ բան էի այդ պահին մտածում, Նոյը մի մտքով չի անցել, անկեղծ ասեմ, ուրիշ բան է անցել, որ ես հիմա գտնվում եմ մի վայրում, որտեղ արդեն մի տարի է գտնվում է Մեծն Շիրազի սիրտը։ Ուրեմն 50-ականների սկզբին Հովհաննես Շիրազը մի բանաստեղծություն ունի Արարատին նվիրված, որտեղ Արա Շիրազին պարտադրում է, որ իմ սիրտը մեռնելուց հետո կպահեք եւ անպայման կամփոփեք Արարատի գագաթին։ Եվ 2006 թվականին մի խումբ մեր ընկերներից ֆիզիկոս ալպինիստ ընկերներ այդ ուխտը կատարեցին եւ նրա սիրտը հասցրեցին Արարատի գագաթ ու ամփոփեցին Արարատի գագաթին։ Երբ որ ես պատկերացնում էի մտովի, որ հիմա ես մի տեղում եմ գտնվում, որտեղ նաեւ ամփոփված է Մեծն Շիրազի սիրտը իր կտակի համաձայն, դուք պատկերացեք մարդին զգացողություն կարող է ունենալ, էլ հուզմունք, էլ արտացուկ, էլ չգիտեմ, էլ դրանից հետո մեր հայրենիք էս երգում, մարդիկ ինձ ասում են, գիտեք, այդ մեր հայրենիքը որպես երաժշտական ստեղծագործություն այն չէ, ինչ որ պիտի լինի, դա մարշ չէ, էս չի, այն չի, բերեք փոխենք։ Ասում եմ, մի մարդու եք ասում, որը որ պատմաբան է, ավանդապահ է, պահպանողական է եւ Արարատի գագաթին մեր հայրենիք է երգել իր չունեցած բաղաձայնով, բայց դա ինձ համար ամոռանալի օր է եւ այդ դրոշի տակ հաղթանակներ ենք մենք ունեցել, այդ դրոշով մեր մարզիկները մարզադաշտ են դուրս եկել, պատմություն է դարձել դա
Ինչպես կարելի է դրանից հրաժարվել։ Եվ ոչ մի կապ չունի դրա կուսակցական պատկանելությունը, թե առաջին հանրապետությունը դաշնակցական հանրապետություն։ Առաջին հանրապետությունը մեր ժողովրդի հանրապետությունն է, որտեղ դաշնակցությունը կարևոր դերակատարություն է ունեցել, ամենակարևոր բնականաբար։ Այնպես որ մեր ժողովրդի սեփականությունն է այդ ամբողջը եւ ամեն մի մասունքի սրբազան, ես ինչ իմանամ, ատրիբուտի նկատմամբ պաշտամունքը համազգային առումով բոլորս պիտի պահպանենք։ Կուսակցական պահերի հետ կապված միշտ ասում եմ, չէ՞, մարդիկ ինձ ասում են, լսի դու դաշնակցական ես, ասում եմ ինչու, այդքան հնչագյանների մասին խոսեցի, արմենականների մասին, ինչ գիտեմ, Փարամազի կերպարը ինձ համար, որ հնչակյան ամենապայծառ դեմքերից մեկն է, կամ Միհրան Տամատյանը, էլի սրբություն է, նույն ձևով, ինչպես ասենք մեկ ուրիշ դաշնակցական աղբյուր Սերոպը կամ չգիտես մեկ ուրիշը։ Մենք պիտի իրեք համահայկական մտածողություն ունենանք։ Մենք մի բան պիտի հասկանանք, որ այդ ամենը մերն է։ Երբ որ այսօր սկսում են ազգային կուսակցություններին փնովել, չէ՞։ Ասում են այդ կուսակցությունները ի վերջո մեզ ուր տարան, 15 թիվ տարան։ Ասում եմ, լսեք, դուք պատմականության սկզբունքը չեք հասկանում, իստորիզմը։ Մեր ժողովուրդը ավելին չի տվել։ Մեր ժողովուրդը ֆիդայական շարժում է տվել, որը ի վերջո բանակ չէր։ Դրանք խիզախ տղաներ էին, որոնք աշխարհիկ այսպես կյանքից հրաժարվելով լեռները բաժանվում էին, բարձրանում էին եւ աշխարհիկ կյանքից հրաժարվելով, ինչպես աղբյուր Սերոպը կասեր, մեր բարձը այսուհետ լինելու են Հայաստանի լեռները։ Ավելին չէր կարող մեր ազգը տալ, այդ է տվել, այդ պիտի մենք բարձրացնենք, ասենք մեր կուսակցությունները, մեր ֆիդայիները, մեր տղաները, մեր կամ ասենք Նեմեսիսի այն տղաները, որոնք վրեժխնդրությամբ գոնե մեր են վրեժի մի փոքրիկ մասը վերադարձրեցին թուրք արյունարուշտային ղեկավարներին, որոնք կազմակերպել էին հայոց ցեղասպանությունը եւ դա արեցին ցեղասպանությունից հետո 2920-ական թվականների սկզբին։ Որովհետև պարոն Մելքոնյան, քննադատելը ամենահեշտն է եւ պետքա պատմությունը եթեներ չի սիրում եւ ուղղակի ունենք այն ինչ որ ունենք եւ արվել է ինչ որ մի բան, կարեւորը ինչ որ բան են արել։ Ես երբեմն զարմանում եմ, որ դաշնակցականների հանդեպ այդպիսի վերաբերմունք կա, որովհետև ինչ լավ է, որ ունենք մենք այդպես երկար կյանք ունեցող կուսակցություն։ Ինձ համար սեղանի գիրք է Շահամի Շահամիրյանի Որոգայթ փառացը, որը 18-րդ դարի վերջին մարդը գրել էր, որ դա պիտի լինի ապագա Հայաստանի սահմանադրությունը։ Եվ ինչ էր ասում, այսպես գեղեցիկ հատվածը հետևյալի մեջ է։ Ասում էր մենք կդառնանք պետություն այն ժամանակ, երբ որ հասկանանք, որ դիմությունը եւ ընդդիմությունը պետականության անկախտելի մասերն են։ Եթե ասում էր ընդդիմությունը ուրախանում է իշխանության ձախողումներով, նա ընդդիմություն չէ, չարիք է։ Եվ եթե իշխանությունը ընդդիմության ընկալում է որպես թշնամի, էլի չարիք է։ Էլի չարիք է։ Պատկերացնում եք, հիմա տեսեք պետության գաղափարը վերցնենք, չէ՞։ Պետության ատրիբուտներից մեկը օրենսդիր իշխանությունն է։ Խոսքը պարլամենտի մասին է, չէ՞, խորհրդարանի։ Բայց խորհրդարանում երկու ուժեր կան, մեզանում ցավոք սրտի նայում ես, տեսնում ես ինչ վիհ գոյություն ունի, չէ՞։ Հիմա էլ եկեղեցու եւ պետություն վիհ գոյություն ունի։ Սա սարսափելի բան է, գիտեք, պետականության հիմքերը քանդող պիտի լսելու ունակություն ունենանք բոլորս։ Մարդիկ այն քիչ առաջ որ ասացի, թե երբ որ ոչ պատմաբանները, ոչ մասնագետները, պրաֆանները իրենց ասածով գալիս էին մոտս ու ես տեղ էի տալիս նրանց, ինձ քննադատում էին, ասում եմ, լսեք, նույնիսկ եթե իրենց ասածի մեջ մի մասը գիտական առումով շատ խոցելի է, ինձ ստիպում այնուամենայնիվ մտածել։ Լսարանում ես ուսանողներին ասում եմ, երեխեք, ես ձեզ խնդրում եմ, իմ խոսքը հալած յուղի նման չընդունեք։ Մելքոնյանի խոսքը եթե ձեզ համար ընկալելի է, այնուամենայնիվ որոշ վերապահումով մոտեցեք, որ ձեզ մոտ այսպես վերլուծական միտք ձևավորվի, քննական մոտեցում հանդես բերելու կարողություն ձևավորվի, հասկանում եք, մարդկային հարաբերություններում կասկածամիտ մի եղեք, բայց գիտության, գիտելիքի նկատմամբ ունեցեք վերապահում, որը ձեզ հնարավորություն կտա շատ ավելի ամբողջական եւ ճիշտ որոշում կայացնել այս կամ այն երևույթը գնահատելիս։ Հետաքրքիր է, որ հենց այդ դիլետանտների հայացքը, գիտեք, գիտությունի ներսից, գիտության մեջից գիտությանը նայելը երբեմն ավելի
Այսինքն նոր բան տեսնելը երբեմն դժվարանում է։ Դրսի հայացքը երբեմն այնպեսի անսպասելի բաներ կարող է տեսնել, որ գիտնականի համար էլ սկիզբ դառնա ուսումնասիրության, նոր հետաքրքրության եւ շարունակության իր։ Զիա Բույնաթովը սկսեց այդ աղվանական կեղծ գիտությունը առաջ մղել այսպես կոչված ճակերտների մեջ, որի համաձայն քրիստոնեական այն մշակույթը, որ այսօր ներկայիս Ադրբեջանի տարածքում կա, իբր թե դա աղվանական է, իսկ աղվանները ովքեր են, դրանք 20-ից ավելի ժողովուրդներ էին, այսօրվա Հյուսիսային Կովկասի ժողովուրդների նախնիներն են, լեզգիների, ավարների, դարգիցիների, տաբասարանցիների, ադրբեջանցիները դրսից եկվոր լինելով թուրքալեզու, այդ ամբողջը փորձեցին վերագրել իրենց եւ Զիա Բույնաթովը հորինեց մի տեսություն, որ այդ աղվանական տեսությունը ըստ որի իրենք են ժամանակին քրիստոնյա եղել, հետո են ընդունել իսլամ, եւ այդ ժամանակ պատկերացրեք Պարուշ Սևակը գրեց նրանց դեմ։ Մարդիկ էլ ասին Պարուշ Սևակը լինելով պատմաբան ինչ կապ ունի դրա հետ։ Տեսակ որ ժամանակը տեղը դրեց, որ նույն պատմաբաններն եկան այդ եզրակացության, որ այդ աղվանական տեսությունը Սարքովի տեսություն է, որը այսօր տարածաշրջանում ոչ միայն մեր դեմ են օգտագործում ադրբեջանցին, այլև մեր բարեկամ ու հարևան վրացիների դեմ։ Դավիթ Գարեջի վանական համալիրը, որը գտնվում է Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանագլխին, համարում են աղվանական ադրբեջանական։ Ավելին Յաղուբ Մամեդովը իրենց պատմաբաններից հայտարարեց, որ Թիֆլիսը, Մարնեուլը, Գարդաբանը, Բոլնիսը, Դմանիսը դրանք ադրբեջանական տարածքներ են։ Պատկերացնում եք։ Այսինքն ինչպիսի մեծ գաղափարապես դա նախապատրաստում են, հետո անցնում են գործի։ Ինչպես ասենք, նույնը ինչպես արեցին Արցախի հետ կապված, չէ՞, այդ աղվանական տեսությունը ստեղծեցին, իբր թե Արցախի ժողովուրդը եւ ընդհանրապես ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող հայերը դրանք ժամանակին եղել են աղվաններ, հայերը նրանց հայացրել են, այդ նույն տեսությունը այսօր տեղափոխեցին վրացիների վրա, այդ ինգիլոյներ ասածները, այ դրանք էլ իբր թե հենց աղվաններ են, Վրաստանի տարածքում ապրող վրացիների մեծագույն մասը դրանք աղվաններ են եղել ժամանակին, վրաց ուղղափառ եկեղեցին է իրենց վրացացրել եւ այդ տեսությունով տարածվեցին ամբողջ տարածաշրջանում։ Իրանական ամբողջ պատմամշակութային ժառանգությունը փորձեցին գրպանել։ Ասում են, որ ուրեմն Սեֆյանները, Կաջարները եւ Նադիշահի տոհմը Աֆշարները դրանք ադրբեջանցիներ են։ Ակկոյունլու, Կարանկոյունլու թուրքմենական ցեղերը, որոնք որ որոշ ժամանակ այստեղ տիրապետություն են ունեցել, որոնք Թուրքմենիայի թուրքմեններ են։ Դրանց ստեղծած պետությունն էլ վերագրեցին իրենց եւ գրքեր ունեն, էլի Գրար Ալիևն ունի, որ կոչվում է գիրքը Ադրբեջանское государство Ակկոյունլու и Կարակոյունլու։ Պատկերացնում եք։ Իսկ մենք դժվարությամբ ենք ընդունում, որ Ուրարտուն Հայաստանն է եւ Հայաստան։ Դե գիտեք ինչ, մարդիկ երբեմն ասում են, այդ ուրարտագիտությունը համաշխարհային գիտություն է, բերեք այնպես անենք, որ ուրիշները սվիններով չընդունեն մեր այդ տեսակետը։ Մենք ոչինչ չենք անում, մենք խորենացիական գիտության կողմնակիցներ ենք։ Այդ որ պատմահայրը չի իմանում, թե այդ ինչ բան է այդ Ուրարտուն, դրա մեջ շատ հասկանալի բան կա։ Դուք պատկերացնում եք, մարդը Իսպանիայի ու Չինաստանի տեղը գիտի, Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին հատ-հատ ճանաչում է տեղերը գիտի, ու հանկարծ չգիտի Ուրարտու պետության մասին, որը որ 4 ծովերի կայսրություն է եղել։ Հնարավոր է բան, նման բան, իհարկե ոչ։ Նույն կերպն է, եթե դու քո երկրի մասին, ասենք, ուրիշի լեզվով անվանես քո գրքում, քո երկրի մոտ այդպիսի տպավորություն է, որտեղ բաբելոներեն է Ուրարտուն, այսինքն ինչի մասին խոսքը։ Տեսեք ինչ հետաքրքիր բան ասացիք դուք։ Երբ որ օտարներն սկսեցին փաստել, որ այն կոշիկը, որ մեր հնագետները հայտնաբերել են Արենից 5500-ից 6000 տարվա պատմություն ունի եւ Եվրոպայում մասնագետները այդ այսպես անալիզի անելուց հետո եկան եզրակացության, որ այդ տարիքն ունի, այդ դեպքում արդեն մերոնք սկսեցին քարը գոքից թափել, ասել այո, այդքան ունի։ Դա շատ կարևոր է, գիտեք, ուրեմն պետք է անպայման օտարն ասի, որ իսկ եթե մենք ենք ասում, մարդիկ դրա մեջ անմիջապես տեսնում են ազգային սնապարտություն։ Եղբայր, մենք դրա կարիքը չունենք, մենք այնպեսի հզոր պատմամշակութային ժառանգություն ունենք, որ դրա կարիքը չունենք, որ արհեստական պետություն ստեղծենք։ Օրինակ ասենք մարդիկ կային, որոնք ասում են, գիտեք ինչ կա, եթե
հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը հայկան լեռնաշխարհն է, ուրեմն այստեղից գնացած բոլոր ժողովուրդները, ընդհանուր մինչև պորտուգալացիներն ու անգլիացիներն ու ֆրանսիացիները հայ են ծագում։ Սա արդեն գիտեք զավեշտ է, չի կարելի նման բան անել։ Ցավոք եղել են այդպիսի մարդիկ, ոչ պատմաբաններ, որոնք նման գրքեր էին գրում, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հիմքում Հայաստանն է ընկած։ Դե դա գիտեք ինչ, դա արդեն առաջացնում է հակազդություն եւ մարդկանց մոտ ծիծաղ է առաջացնում, գիտության հետ որևէ ընդհանուր եզր չունի։ Պարոն Մերկյան, դուք Ջավախքի մասին գիրք ունեք գրած, հրաշալի աշխատություն ունեք եւ հետաքրքիր է դուք Ջավախցի եք, ես էլ եմ արմատներով Ջավախցի եւ այնպես է ստացվել հանգամանքները, որ հենց Ջավախքում եմ ծնվել, ոչ միայն արմատներով։ Եվ հետաքրքիր է, որ երբ եղավ մեծ գաղթը, հա, arczepiskopos Կարապետ Բագրատյան, այո, եղավ մեծ գաղթը, դա 1828 թվականից 30 թվականներն էր, որքան գիտեմ, այո։ Հետաքրքիր է, թե այդ ժամանակ Ջավախքում հայեր էին ապրում, որոնք իրենց եռլական էին դեպ անվանում, տեղաբնիկներ, հա։ Որքան էին այդ ժամանակվա հայերը, որքան հայեր ապրում մինչև գաղթը։ Իմ գրքում այդ հարցի պատասխանը ես տվել եմ, առաջին գլուխը ամբողջապես դրան է նվիրված։ Ուրեմն վրացի հայտնի պատմաբան Ջիկյան հրատարակել է Գյուրջիստանի վիլայեթի մեծ դավթարը, Գյուրջիստանից վիլայետից Դիդի դավթարը է կոչվում, որտեղ դա խոշոր մի հարկացուցակ է, որը կազմել են թուրքերը տարածաշրջանը գրավելուց հետո 16-րդ դարի վերջին, դա 1587-92 թվականների ժամանակահատվածն է ընդգրկում, որտեղ յուրաքանչյուր նվաճող տարածքը գրավելուց հետո այնտեղ աշխարհագիր է անցկացնում։ Այսինքն քանի մարդ է ապրում, ինչով են զբաղվում, ինչ եկամուտ ունեն, քանի գյուղեր կան, ինչքան բնակիչ եւ այլն եւ այլն։ Եվ բնականաբար Ջավախքի գյուղերը դրա մեջ ընդգրկված են եւ այնտեղ հարկատուները Հականե անվան է գրված են։ Անուններով, ասենք գրված է ընտանիքի հայրը, Գրիգոր, Պետրոս, Պողոս, չգիտես ինչ եւ անուններով։ Հետո մեկ է տեսնում ես Յարալ, մեկ է տեսնում ես Գրիգոլ։ Այսինքն տեսնում ես եւ հայը կա, եւ վրացին կա, եւ կա ապագա Մեսխեթի թուրքը, որը տեղի քրիստոնյան կամաց փոխվում է դեպի իսլամի եւ էթնիկ գիտակցություն է մոտը առաջանում իսլամի ազդեցության տակ եւ առաջանում են Մեսխեթի թուրքերը։ Հիմա որ վրացիները դիմադրում են թե այդ Մեսխեցի թուրքերին, որ ուզում եք նորից Ջավախք վերադարձնել եւ ախալցխա, մենք դեմ ենք դրան, որովհետեւ նրանք իրականության մեջ վրացիներ են ժամանակին եղել, հետո թուրքական իշխանությունների տիրապետության շրջանում նրանք թուրքացել են եւ եթե իրենց նախկին ազգային արմատներին վերադառնան, նույն կհամաձայնվենք վերադառնալ Վրաստան, չէ՞։ Դրա մեջ իհարկե մեծ ճշմարտություն կա, որտեղ այդ Մեսխեթի թուրքերի մի զգալի մասը ծագումով քրիստոնյաներ են։ Այնպես որ բնականաբար տեղի տարածաշրջանում գյուղերում եղել են զգալի թվով հայեր, վրացիներ, որի մասին խոսում է նաև Վախուշտ Բագրատյոնին, ասում է Ջավախքի, Ջավախետի քաղաքներն են Բարալեթը եւ Կոկյան, որոնց բնակիչներն էին հայերը, հրյաները եւ մեսխերը։ Հասկանալի ամեն ինչ ասվում, ուրեմն հայություն կար այնտեղ, բայց դրանք տեղաբնիկ էին։ Հայերին բերել են հայերի մոտ, այդպես կարինից իրականում բերեցին, որոնք իմ խորին համոզմամբ արևելահայեր էին, այդպիսի գյուղերից մեկ օրինակ Փոկան է, որը որ խոսում է արևելահայերեն։ Հիմա հայրիկիս հետ երբ որ ժուրնալիստներն գնում էինք գյուղեր, հայրս ինձ ես ասեց, լսի, հայրիկ, ասեցի, ինչու մենք խոսում ենք մի բարբառով, դպրոցում գրական հայերենը լրիվ ուրիշ է։ Ասեց տղաս, դա արևելահայերեն է, մենք արևմտահայերեն ենք խոսում, բայց ասեց, եթե ուզում ես լսես արևելահայերեն մեր գյուղերից, գնանք Փոկա գյուղը։ Գնացինք Փոկը, ըսմեմ, նստմեմ, ուտմեմ, այսինքն անկատար ներկա ժամանակային ձևով ում վերջավորություններ, իսկ մնացած արևմտահայերենում կուդեմ, կերթամ, կսեմ եւ այլն, չէ՞։ Կամ արևմտահայերեն ասում կուդեմ գոր, կերթամ գոր, գսեմ գոր, չէ՞, գնստիմ գոր, այդ գորը, որ ավելորդություն է, որը քննադատում էր Պարոնյանը, դա էլ խոսում եմ ասում, դրանք արևմտահայերեն, բայց տեղաբնիկները չեմ լսել երբեք Փոկայի բարբառը հետաքրքիր է, այդպես են ասում, նստմեմ, ուտմեմ, այդպես են խոսում։ Արարատյան դաշտում էլ չի, ասում են լալմեմ, տալմեմ, ուտմեմ, նստմեմ, այդ ձևը կա։ Տեղաբնիկ ջավախցիները դրանք ասային խոսեմ դա արդեն արևմտահայերեն է, որտեղ եթե նկատի ունեք զակը, չէ՞ երևի։
Նրանք գոմանը զակը, նրանք արևմտահայեր։ Զակը մեր կողքի գյուղն է, մեծ մասը բնականաբար Էրզրումի հայեր էին եւ հետաքրքիր գիտեք ինչն էր։ Կարապետ arczepiskopos-ը, որ Էրզրումի հայերին բերեց, ուրեմն մեր հայության մեջ ամենաավանդապահ, այսպես հատվածներից մեկը Կարնո հայությունն է։ Կարապետ arczepiskopos-ն ասում էր, ես տեղի հայերի հետ Ախալցխայում էլ կային բավականաչափ եռլականներ, տեղաբնիկներ, ասում էր սրանց հետ չեմ ուզում որ խառնվենք մենք։ Եվ բերեց Փոցխով գետի աջ ափին պլան կոչվող թաղամաս ստեղծեցին, որտեղ ապրում էին գաղթականները։ Ձախ ափին, Բերդի հատվածում, ապրում էին տեղաբնիկ հայերը, որոնք մեծ մասամբ կաթոլիկներ էին, եւ նրանց հետ նաեւ վրացիներ կային ու հրեաներ կային ապրող։ Ուրեմն մինչև 1840-ական թվականները ամուսնությունները չէին ձևակերպում եկեղեցիով տեղաբնիկների եւ նրանց միջև։ Դա կար իմիջիայլոց նաեւ սասունցիների եւ տեղաբնիկ թալինցիների միջև։ Սասունցիները չէին ուզում ամուսնանալ տեղաբնիկ եռլականների հետ։ Ասում են մեր տեսակը չխառնենք, էլի ասում են։ Երբ որ Կոմս Ռոզենը եկավ դարձավ կառավարիչ Կովկասի, նա պարտադրեց, որ այդ արգելքը վերացվի, առավելևս որ Կարապետ arczepiskopos-ն արդեն տարեց մարդեր եւ նրան ներսես աշտարակեցին պաշտոնից հեռացրել էր, չէր կարող դրան ընդդիմանալ եւ տեղացիների հետ ամուսնությունները սկսվեց եւ այդ վիհը այսպես ասած վերացավ։ Այդ անդունդը կոմբան եղավ ընդհանուր։ Զարմանալի չէ, գիտեք, մեր ազգի մեջ ընդհանրապես նստած է, որ օտարներ մանավանդ մեր շրջապատում եթե չեն լինում, սկսում ենք տեղայնական հողի վրա այստեղացի ու այնտեղացի հանել։ Մենք ասում ենք ինչի ենք Ղարաբաղցի, Գյումրեցի, չգիտես, Ջավախցի, Լոռեցի եւ այլն եւ այլն։ Դա երևի նրանից է մոնոէթնիկ հասարակության մեջ, երբ որ օտարը չկա, դու սկսում ես քո մեջ որտեղից են, էլի, հա տեղանքներից են սկսում խոսել։ Որ մեր հետաքրքիր է, երբ գաղթը տեղի ունեցավ, վերջին հաշվով Կարինի բնակչությունը փաստորեն նոսրացավ։ Դա ձեր կարծիքով որևէ ազդեցություն չունեցավ, որ օրինակ ցեղասպանության ժամանակ մենք չկարողացանք, ասենք, Էրզրումի տարածքը, Կարինի տարածքը իր ընդվզել, դիմադրել։ Հետաքրքիր պատմաբանի հարց տվեցիք, որովհետև այդ գաղթերի արդյունքում, հիմա ես մի աշխատություն եմ գրում ռուսերենով, կոչվում է Հայաստանը ռուսական կայսրության ժողովրդագրական քաղաքականության ոլորտում։ Ռուսական քաղաքականությունը նպաստեց, որ արևելյան Հայաստանում հայության թիվն ավելանա, վերականգնվի մինչև Շահ Աբասը 1604 թվականը իրականացրած այդ բռնագաղթը էթնիկ պատկերը հայեցի, բայց արևմտյան Հայաստանի էթնիկ պատկերը ուղիղ հակառակը սկսեց վատանալ, որովհետև այնտեղ արդեն սկսվել էր քրդացման գործընթացը 1514 թվականից սկսած թուրք-պարսկական պատերազմների շրջանում Օսմանյան կայսրությունը իրենց հավատակից սուննի քրդերին հարավից բերեց լցրեց արևմտյան Հայաստան։ Եվ պլյուս դրան, երբ որ հայությունը ինքն էլ գաղթում էր, արտագաղթում էր, քրդերն էլ եկան լցվեցին եւ արդյունքում այդ քաղաքականությունը ինչ հետևանքների բերեց։ Մեզնից փորձեցին ազատվել, կոպիտ ասած, թուրքերը մեր հայրենիքը դարձրեցին Քրդստան։ Հետագայում շատ ուշ Եղեռնից հետո, երբ որ սկսեցին 20-ական թվականներին 1900 արդեն քեմալականները քրդերի նկատմամբ բռնություններ գործադրել եւ ցեղասպանական քաղաքականություն վարել, քրդերը նոր հասկացան, որ իրենք դարձել էին իշխանությունների ձեռքին գործիք հայերին բնաջնջելու համար, հիմա սկսեցին թուրքական իշխանությունները քրդերին արևմտյան Հայաստանից քշել, բայց արդեն ուշ էր, որտեղ բնական աճի պայմաններում նրանք արդեն 90-ից ավելի տոկոս էին կազմում եւ այսօր իրականությունն այն է, որ մեր հայրենիք արևմտյան Հայաստանը հիմնականում քրդաբնակ է դարձել, տարբեր տվյալներով 5-ից մինչև 8 միլիոն քուրդ է ապրում միայն այդ տարածքում։ Անշուշտ դա ամեն ինչի մեջ այդ քաղաքականությունը կար հարավային մասը ամրացնելու Ռուսաստանի ներքևի հայերով բնակիչներով։ Եվ պատասխան որպես մի հետաքրքիր փաստ ասեմ, ամերիկացի միսիոներներ կային Էլի Սմիթ եւ Դուայթ, սրանք 1831 թվականին մեր պապերի գաղթից հետո եղել են Էրզրումում, ասում են Էրզրումը մի ողբալի պատկեր էր իրենից ներկայացնում, կոյուղու ջրերը
փողոցներով էին հոսում, որտեվ հայ արեստավորները գաղթել էին, թուրքերը չգիտեին, թե ինչպես պիտի կոյուղին մաքրել, ինչպես պիտի ջրմողի ջուրը բերել քաղաք հասցնել, եւ ասում էր գարշահոտությամբ էր լցված ամբողջ քաղաքը, եւ իշխանությունները ասում են ամեն միջոց դնում էին, որ գնան հասնեն Ախալցխա եւ Ախալքալակ, այնտեղի գաղթականների մեջից արեստավորներ գտնեն, աղերսեն, սրանց հետ բերեն, նույնիսկ Կոստանդնուպոլսից Բարդուղիմեոս եպիսկոպոսին դրել ուղարկել էին Կարս, որ այնտեղից գաղթականների մեջ արեստավորների հետ բերեք, որտեվ տարածաշրջանը ձեռից գնում է, որտեվ թուրքերն էլ չէին ուզում, որ հայերը գնային այն ժամանակ, բայց հետո ժամանակի ընթացքում արդեն վերաբերմունքը փոխվեց, հայկական հարցը երբ դարձավ օրակարգի հարց, արդեն պետականորեն փորձեցին հայկական հարցը լուծել հայերին բնաջնջելու տարբերակով եւ Հայաստանը հայաթափեցին։ Պարոն Մելքոյան, զուգահեռներ որ տանենք, այսօր չեք զգում, որ 1918 թվականի հանրապետությունից հետո կնքված այդ պայմանային գրի ժամանակ թուրքերը մեր առջև պայմաններ դրեցին, որ չունենանք բանակ եւ նաեւ ունենանք կապ Բաքվի հետ։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ ստացվեց դա, հա, այդ կապը իրենց Բաքվի հետ։ Այսինքն բոլոր ժամանակներում այս մարդկանց ցանկությունը մեկն է եղել, իրենք միշտ նույն բանն են ուզել։ Մենք լինենք փոքրիկ թույլ պետություն, չունենանք բանակ եւ իրենք կապ ունենան այսպես մեր վրայով։ Բազմաթիվ անգամներ եթերից ասել եմ, հիմա կրկնեմ։ Պատմաբաններից հուշում է, որ այսօրվա մեր հարևանների, արևելյան եւ արևմտյան հարևանների նպատակը Հայաստանը պարփակել Բաթումի պայմանագրով նախատեսված սահմանների մեջ 12000 քառակուսի կիլոմետր, որը ենթադրում էր Շիրակի դաշտ, Արարատյան դաշտի մի մաս, մինչև Սևանա լճի արևմտյան ափ ու վերջ։ Իսկ Սյունիք, Վայք բնականաբար էլ իրենց, այդ չեմ ասում Նախճեվանին այն ժամանակ էին աչք դրել էր հասան նպատակներին, խորհրդային իշխանության ժամանակ Նախճեվանն անցավ իրենց թուրքերի եւ քեմալականների ուրեմն համագործակցության արդյունքում, եւ հիմա էլ այդ նույն ուրվագիծը դու տեսնում ես, հիմա որ այսքան Ադրբեջանը պնդում է, թե մեր բնակիչներին վերադարձրեք իրենց վաթանը, իրենց հայրենիքը, թող բարի լինեն հիշեն, որ 89 թվականի հունվարի 1-ի վերջին մարտահամարով խորհրդային շրջանի Հայաստանի տարածքում ապրում էր 83000, մաքսիմում երկու տվյալ կա 89000 ադրբեջանցի, ընդ որում ադրբեջանցի ասվածի մեջ մի մաս ադրբեջանցի չէին։ Ամասիայի շրջանում ապրող ադրբեջանցի կոչվածներ իրանք օղուզ թուրքեր էին, օսմանյան սուննի թուրքեր էին, որոնց եւս ստիպեցին գրվել որպես ադրբեջանցի։ Իսկ ադրբեջանցի թաթարներ էին, շիա, որոնց կպցրեցին ադրբեջանցի եզրույթը որպես էթնիկ։ Իսկ ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում 89 թվականի դեկտեմբերի 1-ի վիճակով ապրում էր 485,000 հայ, այսինքն կես միլիոն հայ։ Պատկերացնում եք։ Ուրեմն մենք կես միլիոն հայի մասին այսօր չենք խոսում։ Իրենք խոսում են ինչ որ հորինակ 400,000 ադրբեջանցիների մասին։ Ժողովրդական ասացվածքը կա, ասում է սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում։ Հիմա ոնց կարելի է գոնե դրա մասին չխոսել, կամ ասենք երբ որ խոսում են, թե արևմտյան Ադրբեջանը դա ներկա Հայաստանն է։ Ես էլ ասում եմ իրական Ադրբեջանը կամ Թուրքիան Ալթայի երկրամասն է, այդպեսի մի քանի հարցազրույց ունեմ։ Երբ որ խոսում են իրական Հայաստանից, ասում եմ իրական Հայաստանը դա պատմական Հայաստանի 400,000 քառակուսի կիլոմետրն է, իսկ իրական Թուրքիան դա Ալթայի երկրամասն է, որտեղից նրանք 5-րդ դարից սկսած կամած եկան, լցվեցին Միջին Ասիա, Միջին Ասիայից լցվեցին Փոքր Ասիա եւ հայկան լեռնաշխարհ եւ այսպես թուրքական աշխարհը ընդարձակվեց։ Պարոն Մելքոնյան, տեսեք դուք ներկայացրեցիք այդ ամենը եւ հիմա զգացում եմ, որ պատմաբանները այսօր անելիք ունեն։ Ես կարծում եմ, որ պատմաբանները պետք է այսօր խոսեն իսկապես, որովհետև երբ տեսնում ենք այդ ճնշումը, թե ինչեր են այնտեղից ներկայացնում, մեր պատմաբանները իսկապես պետք է խոսեն։ Այն մենք խոսեցինք այն շրջանի մասին, երբ Աշակ II-ից հետո, հա, մինչև Բագրատունյաց թագավորություն հատվածը, երբ որ արդեն մասնատված Հայաստանի մասին էր խոսքը նախարարություններով, այսպես եւ այլն, բայց Բագրատունյաց թագավորությունից հետո էլ նաեւ, հա, ամբողջ մեր այս պետության Հայաստանի ամբողջ առաջնորդությունը իր վրա վերցրեց եկեղեցին եւ
եկեղեցին մեծ դեր ունեցավ եւ ամբողջ գրականություն, մշակույթ, մեծ գրականություն եւ այո, մեծ մշակույթ ունեցանք այդ տարիներին եւ այդ բերեց հասրեց մինչեւ առաջին հանրապետություն եկեղեցին։ Եվ այսօր տեսնում եք եկեղեցու դեմ այսպես արշավ է, ինչպես կբնութագրես ամենը։ Այս առիթով ես բազմիցս խոսել եմ ու կրկնեմ, գիտեք ինչ կա։ Հիմա այն պատճառաբանությունը Եք չեմ ասում Սարդարապատի ճակատամարտի մեջ Գևորգ Գարեգին Հովսեփյան կաթողիկոս եւ այլն եւ այլն։ Հիմա նայեք, որքան էլ պաշտոնապես հայտարարվի, որ այդ պայքարը վասն եկեղեցու առողջացման է եւ ուղղված է միայն վեհապարի դեմ, ես դրան պատասխանեմ հետեւյալ կերպ. Եթե եպիսկոպոսներ, որոնք կաթողիկոսի կողքին էին, հիմա կաթողիկոսի կողքին չեն, բայց նրանք հիմա իբր ճիշտ ճանապարհի վրա են եւ իրենք դարձի են գալիս ամեն անգամ աղոթելով, հիմա այդ դեպքում ստացվում է, որ ինչ է, ամենայն հայոց կաթողիկոսը եթե աղոթք է անում, ինքն էլ ընդունենք, որ եթե ընդունենք, ասենք սխալներ է թույլ տվել, ուրեմն ինքը չի մաքրվել մեղքերից։ Ուրեմն մեղքեր կարելի է բոլորն էլ ունենան, բոլորն էլ մաքրվեն։ Ասացիս իմաստը հետեւյալն է, որ անկախ այն բանից, թե նպատակն ինչ է, արդյունքը տխուր է շատ։ Պետականությունն է քայվում ու քանդվում, որովհետև ուզենք թե չուզենք, մեր ինքնության հիմքում հայաստանյաց առաքելական եկեղեցին ծանրակշիռ տեղ ու դեր ունի։ Հիմա երբ որ ոստիկանը հայտնվում է վեհարանում, դա հայ հավատացյալի մոտ գիտեք ինչ զգացումներ է առաջացնում։ Այն օրը տեսա մի տիկին լաց էր լինում, ասում ես իմ զոհված կորած զավակի համար գալիս այս եկեղեցում ես աղոթում եմ ամեն անգամ, բայց հիմա ես ուղղակի լացում եմ, ողջում եմ, տեսնում եմ, որ հիմա այդ եկեղեցու համար կռիվ է գնում, մի կողմից իշխանությունները, մի կողմից հոգևորականությունն ու մայրաթոռը, բայց ընդունելի բան է, հասկանալ է պետք, որ երկուստեք պետք է քայլ կատարենք, իշխանությունը առավել եւս, որովհետեւ ինքը ուժ է եւ որպես մտավորական մարդ ես կոչ եմ անում նորից եթերից բերեք այս ինչ ասեմ անիմաստ ու անհեռանկար պայքարից մենք հրաժարվենք, որտեվ սա լավ տեղ չի տանում։ Ուզես թե չուզես այդ պայքարը վերածվում է պայքար եկեղեցու դեմ եւ պատահական չէ, որ շատերին հիշեցնում է անաստված ժամանակներին։ Էջմիածնում բոլշևիկները ստեղծեցին անաստված կոլտնտեսություն։ Դուք պատկերացնում եք հոգևոր դասի եւ հավատացյալների համար դա ինչ ողբերգություն էր, երբ որ ուժի ճնշման տակ իրենց ստիպում էին մտնել կոլտնտեսություն, որի անունն էր անաստված կոլտնտեսություն։ Պատկերացրեք, ես կարծում եմ, որ պետք է դա դադարեցնել եւ լուրջ հարցերով զբաղվենք, առավել եւս որ այս համաշխարհային զարգացումների պարագայում մենք վտանգված գոտում ենք գտնվում։ Ամեն վարքյան էս նույնիսկ այդ խաղաղությունը, եթե համարենք, որ իբր թե գոյություն ունի, այդ խաղաղությունը շատ խախուտ խաղաղություն է։ Ամեն վարքյան կարող է դա փլուզվել, որտեվ մեր հարևանի շուրթերից մենք այդ ռազմական ու պատերազմական հռետորաբանությունը ամեն վարքյան լսում ենք, որ ակնարկելով, թե մենք ավելին կարող էինք անեինք, կարող էինք գրավել, ես դրան պատասխանում եմ հետևյալ կերպ։ Եթե մարդիկ մտածում են, թե այսօր կարող են իրենք Հայաստանը գրավել, չարաչար սխալվում են։ Հայաստանի գրավել Աստված մի արասցի, իրենց վրա ահռելի թանկ կնստի։ Իրենք 100,000-ներ են այստեղ կորցնելու զինվորներ, իրենց մայրերը ողբալու են դրա համար, եթե նրանք կարծում են, թե այս Հայաստանը հնարավոր է գրավել, չի կարող, մենք մահապարտիկը վերածվենք որպես ազգ։ Այնպես որ պիտի իմանալ, որ վերջացած չէ ամեն բան եւ անընդհատ սպառնալիքով ստիպել, որ իրենց քաղաքականությունը տանեն առաջ, այդպես իրենք հաջողության չեն հասնելու, բացարձակապես։ Պարոն Մերկոյան, ես չեմ կարող մի հարց չտալ, թե ինչ վիճակում է այսօր Գիտությունների ազգային ակադեմիան եւ Պատմության ինստիտուտը մասնավորապես։ Շատերը ինձ իմ գործունեությունը գնահատելիս ասում են, ձեր գործունեության մեջ մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որ դուք եթե մի բան ասում եք, միշտ նույն բանը կրկնում եք, ուրիշ բան չեք ասում։ Այսինքն, երբ որ քամին մի ուրիշ կողմից է փչում, ես այդ կողմից չեմ հարմարվում։ Ասել եմ ու շարունակում եմ կրկնել։ Գիտությունների ազգային ակադեմիան այսպես տարաբաժանել, հանել ակադեմիայի կազմից եւ փաստորեն փլուզել ինձ համար անընդունելի է։ Եվ միշտ օրինակ եմ բերում 43 թվականին, երբ որ Հովսեփ Օրբելին պաշարված
Լենինգրադից եկավ, ստեղծեց Հայաստանի գիտությունների ակադեմիան եւ մեր ինստիտուտը պատմության, որի առաջին տնօրենը միաժամանակ եղավ ինքը։ Հիմա համված է արդեն ակադեմիայի կազմից, ակադեմիայի նախագահություն առանձին, ինստիտուտներն առանձին եւ պարզ չէ մեր ճակատագիրը ասվում է, որ մենք մի քանի տարի հետո ԿԳՄՍ-ի միջոցով հայտնվելու ենք Երևանի պետական համալսարանում։ Նայեք, եթե մենք գոնե սրանից հետո որպես առանձին ինստիտուտ կառույց չենք մնալու այդ նույն կադրային կազմով, հələ նույնիսկ հզորացած ու երիտասարդացած, ուրեմն նշանակում է մենք տանուլ ենք տալու առաջին հերթին գաղափարական պայքարը եւ ասեմ ձեզ, որ մեր հարևանները, որ ունեն Բաքի Խանովի անվան պատմության ինստիտուտ, դրան կից ստեղծեցին Ալիևագիտության պատմության ինստիտուտ, որ ծիծաղելի է շատերիս համար, եւ երկրորդ ստեղծեցին նաեւ այդ Ալիևագիտության մեջ երևի ներկա Ալիևն էլ է մտնում, միայն հոր մասին չի։ Ուրեմն շարավիղը շարունակվելու է, հետո էլ կրծել Ալիևը հեսա կգա, որը պիտի ուսումնասիրի այդ ինստիտուտը եւ արևմտյան Ադրբեջանի պատմության հատուկ բաժանմունք է ստեղծել, պատկերացնում եք, խոսքը այս Հայաստանի ուսումնասիրության մասին։ Այսինքն իրենք զինվում են, մենք այսպես ուզում ենք լուծարենք։ Եթե պատմության ինստիտուտը վաղը պիտի տանեն, միացնեն բանասիրական թեկման գրականության, արվեստի, չգիտես, լեզվի, փիլիսոփայության, մյուս ինստիտուտներին եւ դարձնեն մեկ ընդհանուր ինչ-որ կենտրոն, ասենք հայագիտական, դա ճիշտ ճանապարհ չէ։ Գոնե Երևանի պետական համալսարանի կազմում որպես առանձին ինստիտուտ, առանձին կառույց, ասենք օրինակ ինչպես Երևանի պետական համալսարանի կազմում կա Իջևանի մասնաճյուղը։ Գոնե այդպիսի կարգավիճակով պահպանվի, այո։ Այլապես մենք մեր գիտական ներուժը կկորցնենք եւ դրա համար ես գոնե ինչ ասեմ, իմ հնարավորության սահմաններում փորձում եմ այդ ուղղությամբ մարդկանց հորդորել, համոզել, հավատացնել, որ դա ճիշտ ճանապարհը դա է եւ կադրային առումով ջարդ իրականացնել այդտեղ անթույլատրելի է, որտեղ շատ բան կկորցնենք եւ չմոռանանք, որ մի երկրի կորուստ սկսվում է գաղափարական ճակատից։ Քեզ գաղափարապես ոչնչացնում են, հետո իրականացնում են։ Ես պատահական չէր, որ Բունյաթովի մասին խոսեցի, որը որ 50-ականների վերջին սկսեց այս կեղծ աղվանական տեսություն առաջ մղել եւ այսօր դարձավ պետական քաղաքականություն։ Ինչպես 19-րդ դարի վերջին պանթուրքիզմը որպես գաղափարախոսություն եկավ ասպարես, հետո փորձեցին գործողություն դառավ, որի զոհը դարձանք մենք Եղեռնի Վաղը դառնալու ենք այս ամենի զոհը, եթե մենք չզիջենք։ Պիտի մենք ստապվենք եւ հասկանանք, եւ ասեմ ձեզ լավատեսությամբ եմ ուզում այս խոսքս ավարտել, որ ամեն ինչ կորած չէ, մենք այն ազգն ենք, որ մենք այնքան մղձավանջ ենք տեսել պատմության ընթացքում, որ հիմա եթե ունենք պետականություն եւ այդ պարագայում չկարողանանք գոյատևել, դա անհնարին բան է, եւ դիլավատեսությամբ նայենք մենք վաղվա օրվան, միայն թե սխալներ չանենք եւ ամենակարևորը մարդիկ, որոնք ունեն լծակներ, երկիր, ազգ առաջնորդելու առումով լսելու կարողություն ունենան։ Սա շատ կարևոր բան է, էլի Շահամիր Շահամիրյանին հիշեցնեմ, որ մարդն ասում էր, որ եթե անգամ քո թշնամին է, փորձիր նրան լսել, որտեվ լսելու պարագայում դու սկսում ես մտածել, ուրեմն քո այդ հայեցակարգը կոնցեպտը խոցելի է, եթե մեկը այն տեսնում է, որ կարող է քանդվել, քայքայվել, ուրեմն դու փորձիր հասկանաս նրան հասցնես կատարելության թշնամուտ անգամ լսելով հանդերձ։ Պարոն Մերքոյան, ես իմ հյուրերին վերջում մի հարց ունեմ, որ միշտ հնչեցնում եմ, ձեզ այս զրույցից հետո մի քիչ դժվար է այդ հարցը հնչեցնել եւ ուզում եք պատասխանեք, ուզում եք մի պատասխանեք նույնպես ընդունելի է։ Ինչով է մարդը տարբերվում անասունից։ Այս հարցն է, որ միշտ հնչեցրել եմ։ Ինքան սրբություններից խոսեցինք, որ դժվար է այս հարցը հնչեցնել։ Եթե ցանկություն ունեք, ասեմ ձեզ։ Ուրեմն երբ մտածում ես, ասում ես մարդու միտքը, գիտակցությունը, դա աստվածային պարգև է։ Այո, այդպես է դա։ Կենթանին չունի դա, չէ՞։ Գիտակցություն չունի։ Բայց մյուս կողմից, երբ որ քո հարազատին ես կորցնում, հայրենիքիդ կտորն ես կորցնում, ասում ես այդ գիտակցությունը չունենայի։ Եվ պատմաբաններով երբեմն ասում ենք, հիշում եք, մենք ինչքան ենք խոսել, թե 1915-ից հետո այդ սերունդը ինչպես ուժ գտավ մեջը։ Հայրենիքի կորուստը
կսկիծը ինչ ասեմ, սրտում պահելով 3 տարի հետո պետություն ստեղծեց։ Կամ 88 թվականի երկրաշարժից հետո անկախ Հայաստան ստեղծեց 91 թվականին։ Բայց մենք ասում ենք, մենք էլ դժբախտաբար այն սերունդը դարձանք, որը կորցրեց Արցախը, որը տեսավ գաղթ, որը տեսավ համաճարակներ, այդ կորոնավիրուսն էլ կարծես թե հիշեցնում էր այն համաճարակների ժանտախտի ժամանակները, չէ։ Ասում էինք երևի թե Աստված գիտակցություն չտար, որ չտեսնեինք մենք, գիտեք։ Այդ առումով գիտեք ինչ, անասունները շատ կոպիտ է հնչում խոսքս, երևի ինչ որ առումով երջանիկ են դառնում, եթե չեն զգում, որ ինչ տեղի ունեցավ իրենց, ինչ ասեմ, ձագի հետ, որը որ մահացավ իրենց աչքի առաջ, չէ։ Իսկ մարդը այդ գիտակցությունն ունենալով Աստվածային այդ պարգևը խորությամբ տանում է եւ ասում են սարը չի տանում այդ դարդն ու ցավը, մարդը տանում է։ Հիմա մենք դա տանում ենք, բայց դրա պատճառը մեղավորը երևի նույն գիտակցությունն է, որը եւ պարգև է եւ մարդու համար բարի։ Եվ անեծք միևնույն ժամանակ։ Շնորհակալ եմ պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Եթերում անուշադրության կենտրոններ, այսօր իմ հյուրը Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էր։ Կհանդիպենք հաջորդ կիրակի, առայժմ։